Հիսուսն ասեց, որ գնաք, մտնեք մարդկանց տները, խաղաղություն ցանկացեք։ Ով կընդունի, կընդունի, ով չէ, մեկ այդ խաղաղությունը նորից քեզ հետ է վերադառնալու։ Մարդու սիրտը ինչով լցված է, նրանով էլ մարդը խոսում կամ արտահայտվում է։ Մի օրինակից սկսեմ։ Մի նավաստի, որը բարեպաշտ քրիստոնյա էր, ծառայում էր մի նավի վրա, որը միշտ իր ընկերներին հեզությամբ եւ խոհեմությամբ պատասխան էր տալի, բայց շատ կոնկրետ։ Մի անգամ այս նավի վրա նստած ժամանակ Աստվածաշունչ է կարդում, մեկ էլ հանկարծ նկատում է, որ իր սպան մի հատ հեռադիտակ ձեռքին իր կողքը կանգնած ինչ-որ բան է ման գալիս։ Եվ շրջվելով այդ հոգևոր քրիստոնյային երիտասարդին հարցնում է. «Գիտես ինչ եմ փնտրում»։ Երիտասարդը պատասխանում է. «Ինչ իմանամ, ինչ ոնց կարամ ասեմ, ինչ ես փնտրում»։ Այս կապիտանը պատասխանում է, որ փնտրում եմ այն Աստծուն, ում որ դու ծառայում ես, ում որ դու քարոզում ես։ Այս երիտասարդն ասում է. «Ցավոք սրտի, բայց ձեր դա չի հաջողվի»։ Ասում է. «Ինչի համար»։ Ասում է, որովհետև նրանք, ովքեր սրտով մաքուր են, նրանք միայն կարող են Աստծուն տեսնել։ Արդեն ենթադրեցիք խոսքը ինչի մասին է։ Այո, Աստված հոգի է, եւ ամենահզոր աստղադիտակն էլ անգամ չի կարող մեզ հայտնել Աստծուն, բայց նույնիսկ ամենափոքր սիրտը հստակ տեսնում է նրան։ Եվ եթե մեր սիրտը անմաքուր է, ինչ կարող ենք անել դրա համար։ Հնարավոր ինչ-որ կերպ շտկել եւ բարելավել սիրտը։ Դժբախտաբար ոչ, մենք մարդկային ուժերով չենք կարող անել։ Դա հնար է մարդու համար, սրտի մաքրությունը վերածննդի հետևանք է։ Այս նոր արարածը, ինչպես ավետարանն է ասում, ոչ արյունից, ոչ մարմնի կամքից, ոչ էլ մարդու կողմից ծնվեցին, այլ Աստծուց, Հովանու 1:13-ում։ Նոր մաքուր սիրտը ձեռք է բերվում միայն Աստծո շնորհիվ, որը հիմնված է Հիսուս Քրիստոսի խաչի վրա եւ նրա արած գործով։ Ամեն։ Ոչ մեկը չի կարող բարձենա ասի իմ սիրտը մաքուր է։ Բոլորս Աստծո մասին շատ լավ բաներ գիտենք, կարդում ենք, մասնակցում ենք ծառայություններին, լսել ենք, լսում ենք, մեր ամբողջ կյանքը ընթացքա, որ մենք պատրաստվում ենք նրա այդ հավիտենականությունը անցկացնելու, բայց ոչ մեկը չի տեսել Աստծուն։ Բայց Աստծո խոսքը ասում է Մատթեոս 5-րդ գլուխ 8-րդ համարի մեջ Հիսուս Քրիստոս ինքը լեռան քարոզ տալու ժամանակ ասեց. «Երանի նրանց, ովքեր սրտով մաքուր են, որոնք կտեսնեն Աստծուն»։ Այսինքն, ուզում ես տեսնել Աստծուն, սիրտդ մաքուր պահի։ Մենք գիտենք, որ սիրտ ասվածը ստեղ ոչ թե ներքին օրգանի մասին է, որ արուն է մղում մեր ուղեղին, մեր մարմնի մյուս անդամներին, այլ մի բանի մասին է, որ մեր կյանքի աղբյուրն է։ Մարդու մեջ ամեն ինչի աղբյուրը դա սիրտն է, մտքի, կամքի, ցանկությունների, զգացմունքների եւ կրքի։ Այսինքն, երբ որ ասենք սիրտ, հասկացեք, որի մեջ մտնում է միտք, կամք, ցանկություն, զգացմունքներ։ Հիսուս երբ որ ասեց «Երանի նրան, ում սիրտը մաքուր է, ով կարող է տեսնել Քրիստոսին», Աստծուն, նա նկատի ուներ, որ մեր միտքը, կամքը, ցանկությունները, զգացմունքները մաքուր պիտի լինի, որ մենք կարողանանք տեսնել Աստծուն։ Որտեւ Աստծո մասին շատ բան իմանալը դեռ պատճառ չի, որ մենք Աստծուն տեսնենք։ Աստված, երբ որ հին ուխտում կարդում ես, պատրաստում էր իր ժողովրդին, որպեսզի մաքրվեն նրանք, կարողանան կենթանի Աստծո հետ շփում ունենան, կարողանան տեսնել Աստծուն։ Շատերի ոչ մեկին չի հաջողվել։ Մենակ Մովսեսին, որ հետևից կարողացավ տեսնի, այն էլ շատ փոքր հատված։ Բայց ինձ ու քեզ այսօր Քրիստոսը առավելություն ա տվել վերեսին ծնունդ պարգևելով։ Ասում ա ուզում ես տեսնել Աստծուն, սիրտդ մաքուր պահի։ Միտքդ, կամքը, զգացմունքներդ, ցանկություններդ մաքուր պահի, որ կարողանաս տեսնել։ Ես գիտեմ մի օրինակ իմ կյանքից, որ ընկերոջս կյանքում մի խնդիր կար, որ իր հարազատ եղբոր հետ ինչ-որ վիճաբանություն էր եղել, թեթև ու գիտեք, որ սատանան ամեն անգամ դրա հեղինակն է, որ ուզում է աղբերների մեջ վիճաբանության պատճառով ատելություն սերմանի, առանձնացնի, հեռացնի, վերջի վերջո բոլորս գիտենք դրա արած գործի նպատակը, որպեսզի մենք Աստծուն չտեսնենք։ Բայց հավատում եմ, որ Աստված օրհնեց այդ աղբորս եւ նրա վերստին ծննդի միջոցով հետո ես տեսա այդ գործը, որ Աստված, երբ որ մարդուն վերստին ծնունդ է պարգևում, փոխում է նրա միտքը, կամքը, զգացմունքները, ցանկությունները համապատասխանեցնում է իրան։ Ես խի ասեցի, որ հնարավոր չի մարդ ինքն իր սիրտը մաքրի։ Աստված ինքն է մաքրում Սուրբ Հոգու միջոցով։ Հետո իմացա, որ այս աղբերս նվեր էր առել իր կնոջ հետ, գնացել էր աղբոր տուն, իր աղբոր տուն, որի հետ խնդիր ուներ։
Ես շատ ուրախացա։ Իմ սիրտը ուղղակի ցնծում է, որ այս եղբայրը կարողացել է վերիսին ծննդու ընդունելուց հետո, մկրտվելուց եւ իր կյանքը Աստծուն հանձնելուց հետո մնա այս խոստումի մեջ։ Դու երանելի ես, սիրելի եղբայր։ Դու էլ կողքինիդ ասա, դու երանելի ես։ Եթե մաքրում ես քո սիրտը, որտեղ դու տեսնելու ես Աստծուն։ Ամեն։ Մի պատմություն կարդամ, ուրեմն ժամանակին երկու եղբայրներ կից ագարակներում էին ապրում։ Մի օր նրանց միջև վեճ առաջացավ։ Սա առաջին լուրջ ճեղքն էր 40 տարի կողքի հողագործություն անելուց հետո։ Երբ փոքր անհասկացողությունը մեծ ռումբի վերածվելով պայթեց եւ ատելություն բերեց։ Ահա մի օր եղբայրներից մեկի Ջոնի տան դուռը թակեցին։ Երբ բացեց այն, տեսավ մի ատաղծագործի, մի պլոտնիկի, որը կանգնել էր գործիքների արկղը ձեռքին։ Մի քանի օրվա աշխատանքի կարիք ունեմ։ Արդյոք մանր-մունր գործեր ունեք, որ կարող եմ անել։ Այո, ասաց մեծ եղբայրը։ Քեզ համար գործ ունեմ։ Նայիր այս արվակի մոտ գտնվող ագարակին, այն պատկանում է իմ դրացուն, կրտսեր եղբորս։ Անցած շաբաթ մի մարգագետին կար մեր միջև, նա դիտմամբ արվակ բացեց ինձ ցավ պատճառելու համար։ Բայց ես ավելի լավ բան պետք է անեմ ի պատասխան նրա արածին։ Տեսնում ես այս տախտակների դեզը, ուզում եմ, որ դու 8 ոտք բարձրությամբ ցանկապատ շինես մոտ մի 2.5 մետր, որպեսզի այլևս չտեսնեմ նրա երեսը։ Աղտաղծագործը լսելուց հետո ասաց. Կարծում եմ, որ հասկացա պարագան, մեխեր տուր եւ քեզ ընդունելի գործ կանեմ։ Մեծ եղբայրը անհրաժեշտ առարկաները հանձնեց եւ քաղաք գնաց։ Վարպետը ամբողջ օրը շատ աշխատեց, չափեց, սղոցեց, մեխեց, երբ իրիկնամուտին ագարակապանը վերադարձավ, աչքերը լայն բացվեցին, բերանը բաց մնաց։ Ցանկապատ չկար, այլ մի կամուրջ, որ արվակի մի կողմից մյուսն էր ձգվում։ Դրացին էլ կրտսեր եղբայրը դեպի իրենց էր գալիս, թևերը լայն բացած։ Եզակի մարդ ես, որ այս կամուրջը կառուցեցիր պատմածներիցս հետո, ասաց Ջոնը։ Երկու եղբայրները կամուրջի մեջտեղը միացան եւ իրար ձեռք սեղմեցին, երբ հետ դարձան տեսան ատաղծագործին, որն իր ուսին էր դնում գործիքների արկղը։ Խնդրում եմ սպասիր եւ մի քանի օր եւս մնա, ասաց մեծ եղբայրը։ Ուզում եմ մնալ, ասաց վարպետը, բայց շատ ուրիշ կամուրջներ ունեմ կառուցելու։ Այո, թող Տերը օգնի մեզ, որ ոչ մի խռովության, ատելության, նախանձի եւ քննադատության, վրեժխնդրության ցանկապատ չլինի մեր սրտում։ Հայր Աստծո եւ Հիսուս Քրիստոսի միջոցով Սուրբ Հոգու ձեռքով Աստված կարա մեր սիրտը մաքրի, պատրաստի, որպեսզի մենք լինենք ունենանք այն սիրտը, որ Աստված Աստծուն կարող է տեսնել։ Ամեն։ Ուրեմն երկրորդ մնացորդած 6-րդ գլուխ 30 համարի մեջ խոսքն ասում է, որ միայն դու գիտես մարդկանց սրտերը։ Ոչ մեկ իմ ու քո սիրտը չգիտի այնպես, ինչպես որ գիտի Աստված։ Անկամ մեր կինը, անգամ մեր երեխաները, անգամ մենք մեր երեխաների սրտինը չգիտենք։ Բայց Աստված գիտի իր զավակների սրտի մեջինը։ Եվ ուզում է, որ այն ինչ որ ավելորդը, այն ինչ որ իր տեղն է զբաղացնում, մաքրի ինքը իր կամքով, որտեվ Եփեսացիս 3-րդ գլխի 20 համարի մեջ ասում է, որ նա իր ներգործող զորությամբ կարա մեզ մաքրի, որպեսզի եւ տա մեզ այն ամեն ինչ որ մենք անգամ չենք կարող մտածել։ Առաջին մնացորդած 29-19 համարի մեջ Դավիթը աղոթում է. Իմ սրտի, իմ որդի Սողոմոնին տուր կատարյալ սիրտ, որպեսզի պահի քո պատվիրանները։ Ինքը լինելով թագավոր հասկացել էր, որ երբ որ Դավիթը Սողոմոն ունենա կատարյալ սիրտ, կկարողանա պահել քո պատվիրանները։ Եվ Հիսուսը դրա համար ասավ. Երանի նրանց, ովքեր սրտով մաքուր են։ Այսինքն միտքը, կամքը, զգացմունքները, ցանկությունները այդ մաքուր են, որտեղ դու կտեսնես Աստծուն։ Այդ կապիտանը, որ ուզում էր ինչ-որ ծաղրանքի բանով տեսնել Աստծուն հեռադիտակի, բայց երիտասարդը ճիշտ պատասխան տվեց։ Ոչ մեկ չի կարա Աստծուն տեսնի, եթե մաքուր սիրտ չունենա։ Դու չես կարա Աստծուն ցույց տաս քո ապրած կյանքով, եթե քո սիրտը մաքուր չլինի։ Եթե քո մեջ ատելություն կա, եթե քո մեջ նախանձ կա, եթե քո մեջ կշտան բան կա, դու չես կարա Աստծուն արտացոլես։ Դրա համար մաքրենք մեր սիրտը Սուրբ Հոգու օգնությամբ, վերածննդի արդյունքում Աստված մեզ պարգևում է այդ հնարավորությունը, որպեսզի թե մենք տեսնենք եւ թե մեզ տեսնողները տեսնեն Աստծուն։ Ամեն։ Երկրորդ մնացորդած 7-րդ գլուխ 16-րդ համարի մեջ Աստված ասում է, որ երբես ընտրեցի ու պատրաստեցի այս տունը, որպեսզի իմ անունը այնտեղ լինի հավիտյան, եւ իմ աչքերն եւ իմ սիրտը այնտեղ լինեն ամեն ժամանակ։
Աստված, երբ որ կառուցում է, երբ որ ընտրել է իր տունը, սա Աստծո տունն է, եւ ես ու դու իր տան անդամներն ենք։ Ես վերջում կասեմ, որ մենք էլ հանդիսանում ենք Աստծո տաճարներ։ Աստծո աչքերը, Աստծո ներկայությունը միշտ տան մեջ է, Աստծո սիրտն էլ է այստեղ, որպեսզի իր սրտի հոժարությամբ մենք էլ մեր սիրտը կարողանանք մաքրել։ Երկրորդ մնացորդած 7-րդ գլուխ 17-րդ գլուխ 6-րդ համարի մեջ Հովսափաթի մասին է խոսում, որ Հովսափաթը ընտրեց Աստծուն ծառայելը, աստվածավախությունն ավելի լավ իր համար նպատակ էր, քան դրանից առաջ մնացած թագավորները, ասում է 17-6-ում, նրա սիրտը արիացավ նրա ճանապարհների մեջ։ Քո սիրտը որտեղ է ուժեղանում, քո սիրտը որտեղից է սնուցում ստանում, քո սիրտը մաքրվելու process-ի մեջ է, թե ուղղակի ինքնաբերաբար ապրում է։ Դու հնարավորություն ունես այսօր Աստծո խոսքը լսելուց հետո, որտեղ Աստծո խոսքը ճշմարտություն է։ Մաքրես քո սիրտը։ Ուզում եմ մի համար էլ կարդանք։ Ուրեմն Սաղմոսների մեջ Դավիթ թագավորը հետևյալ վերնագիրն է դրել խոսքին, ասում է. «Ինչ է պահանջում Տերը»։ Սաղմոս 15-ը։ Տեր ով է մնալու քո վրանում, ով է բնակվելու քո սուրբ լեռան վրա, նա ով ուղղությամբ է քայլում եւ արդարություն է գործում եւ իր սրտում ճշմարտություն է խոսում։ Այսինքն սրտի անարատության մասին է խոսում։ Նույնը 24-ի 5-րդ համարի մեջ է ասում, որ նա ով իր սրտում ճշմարտություն է խոսում։ Հովանու ավետարանի մեջ ասում է, որ Տիրոջ խոսքը ճշմարտություն է, որով մենք մաքրվում ենք։ Նա ով իր սրտում ճշմարտություն է խոսում։ Իսկ եթե դու քո սրտում, քո կամքի, մտքի, զգացմունքների, քո ապրելակերպի, քո ընթացքի մեջ Տիրոջ խոսքն ես խոսում, քո շուրթերից արդեն այդ խոսքը կարտաբերվի։ Քո հետ շփող մարդիկ կասեն ուզում եմ քո Աստծուն տեսնեմ։ Դու էլ կասես անգամ ես չեմ տեսել, ոնց տեսնես, բայց իրանք տեսել են քո մեջ քո Աստծուն, քո գործերով, քո ողորմությունով, քո շնորհքով, որ Աստված ինձ ու քեզ պարգևել է։ Ամեն։ Եվ վերջում կուզեմ մեծ Թումանյանի խոսքերը մեջ բերեմ եւ ավարտեմ։ Ուրեմն մի առիթով Թումանյանը ասել է, որ Եվ այդ սիրտը քեզ չի տրված, որ դու մաշես ամեն օր։ Այնտեղ պիտի ապրի Աստված, ոչ թե ցավեր նորանոր։ Շնորհակալություն Աստծուն Թումանյանի համար, որ ինքը մեզ հուշում է, որ այո, այն սիրտը, որ Աստված մեզ տվել է, չի տրված, որ մենք մաշենք ամեն օր։ Այնտեղ պիտի ապրի Աստված, ոչ թե ցավեր նորանոր։ Շնորհակալություն Աստծուն, որ ունենք հնարավորություն իր խոսքը սերտելու, իր խոսքը մեզ համար որպես ամուր ժայռ վերցնելու, իր խոսքի հետևում թաքնելու, իր խոսքը ճշմարտությունն է, երբ որ ընդունենք, մեր կյանքը կմաքրվի։ Եվ կուզեմ 4-րդ դարի քրիստոնեի ուրեմն Եփրեմ Ասորի մասին, Ասորի մեջբերում արել, իր խոսքից էլ կարդամ ու կանգնենք աղոթքի։ Սա հրաշալի է, եղբայրներս, ասաց Եփրեմ Ասորին, շատ զարմանալի է, անհասկանալի է բարձրանների համար եւ անպատմելի հերվից գտնվողների համար։ Նա անհասանելի է բոլոր մտքերի համար։ Մտնում է սիրտը եւ բնակվում այնտեղ։ Թաքնված է կրակոտ, բնակվում է սրտի մեջ։ Երկիրը չի կարող դիմանալ նրա քայլերի հպմանը, բայց մաքուր սիրտը կրում է նրան իր մեջ։ Երկինքը փոքր է նրա համար, բայց սիրտը նրա բնակության վայրն է։ Նա իր աջ ձեռքով շրջապատում է երկինքը եւ փոքր տարածքը, սիրտը նրա բնակության վայրն է։ Եթե նա տարածվեր, ամբողջ արաճագործությունը չէր շրջապատի նրան իր սահմաններում, բայց եթե սիրտը փնտրի նրան, մաքուր լինի, փոքրի սիրտը կարողանա նրան ընդգրկել իր մեջ։ Ամեն։ Նա մարդու մեջ փնտրում է մի փոքր տեղ իր բնակության վայրի համար եւ մարդը դառնում է Աստծո տաճար։ Բոլորս գիտենք, որ Հիսուսն ասավ այլևս քարեղեն տաճարներում չեն բնակվելու, այլ մարմնեղեն տաճարներում։ Մեր մարմինը Աստծո տաճարն է, մեր սիրտը այն զոհասեղանն է, որտեղ մենք մեր շնորհակալությունը, մեր երկրպագությունը, մեր երախտագիտությունը դնում ենք Աստծո առաջ, ասում ենք արժանես, որ միայն դու փառավորվես։ Մաքրի սրբի մեր սիրտը քո խոսքի համաձայն, որտեղ ես ուզում եմ տեսնել քեզ։